Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք արտակարգ եւ լիազոր դեսպան, դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանին։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Մելիքյան, երեք Եվրոպական խորհրդարանի իսպանացի падգամավոր, Թուրքիայի հարցով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բավականին կոշտ գնահատական տվեց, մասնավորապես ձերբակալությունների, քաղաքական հայացքներով մարդկանց հետապնդումների մասով, զգուշացնելով, որ նման գործելավոճը հետագա տարիներին խստորեն կուսումնասիրվի Եվրոպական միության կողմից։ Ձեր գնահատմամբ ինչով էր պայմանավորված նման կոշտ գնահատականը եւ կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է կամ սկսում է կորցնել արևմուտքի աջակցությունը։ Ընդհանուր փաթեթով եթե վերցնենք, ձեր բոլոր նշած հիմնավորումները կյանքի իրավունք ունեն, եթե վերջից գամ, այո, անհնար է, որ սա շարունակական լինի, որովհետեւ գիտեք, կարմիր գծեր հասկացությունը, երբ որ այլևս գոյություն չունի, ուղղակի ջնջված են, մաքրված են եւ վարչախմբի ղեկավարի համար այլևս նման խնդիր գոյություն չունի իր պատկերացմամբ, կարմիր գծեր չկան, ինքը անում է այն, ինչ որ ուզում է, ինքը անում է այն, ինչ որ պահը թելադրում է, ինքը անում է այն, ինչ որ հարմար է գտնում։ Ցանկացած գնով։ Բայց դա այդպես չի։ Եթե մի անգամ են աշխատում, երկու անգամ են աշխատում, 4 անգամ double ստանդարտներն է, հետո triple ստանդարտներն է սկսվում, գալիս է ինչ որ մի հատ պահ, որտեղ արդեն դու չես կարող ուղղակիորեն, որովհետև այն արժեքներին, որ դավանում ես, խոսքս եվրոպական ուղղվածության մասին է, այն արժեքներին, որ դու դավանում ես, բարձրաձայնում ես, անընդհատ դրա մասին տարփողում ես, դու չես կարող այլևս փախուստ ունենալ եւ ինչ որ X պահից պիտի սկսես դրա մասին խոսել եւ բարձրաձայնել։ Սա համարում եմ ավելի շատ հենց այդ ֆրագմենտի այսպես ասենք հիմնավորում, այնպես որ ես չեմ բացառում, որ առաջիկայում նաև այլ շրջանակներից նույնպես կամաց իհարկե, բայց լսելի կլինեն։ Սա չի նշանակելու որևէ պարագայում, որ իշխանությունը կամ վարչախումբը պիտի հետ քայլ անի։ Հետ քայլի ճանապարհները իրենք նույնպես մաքրում են։ Այսինքն ուղակի հետ դարձի կամ հետ քայլի ճանապարհ ինքը իր համար չի թողնում, որովհետև այն աստիճանահատված է ամեն ինչը, բարոյահոգեբանականից սկսած, վերջացրած սոցիալական եւ ընդհանրապես քաղաքական խնդիրներով, դրա համար միշտ պիտի տեսնենք նմանատիպ էլի խախտումներ, եթե կուզեք սայթակումներ, եթե կուզեք սխալներ, եթե կուզեք շախմատային տերմինոլոգիայով խոսենք ցուկցվանգային իրավիճակներ, երբ ժամանակի մեջ սխալը սխալի հետևից դու սկսում ես այլևս անել, եւ դա բնականաբար պիտի ինչ որ X օր գար, հասկանում եք, որովհետեւ այն չափու սահման են, չէ՞, ասում, չափն էլ, սահմանն էլ ինչ որ բան ունի, էլի մի գիծ կա վերջի վերջո, որքան էլ որ ասենք, որ այդ կարմիր գծերը ամբողջ հատված են եւ գոյություն, այնուամենայնիվ մի գիծ կա եւ մի կետ կա, որտեղ կամ A կանգնում ես, կամ դրա հատումը այլևս ուղակի հակառակ էֆեկտ է սկսում ունենալ հենց քեզ վրա։ Սա համարենք նաև կարմիր լույս Եվրոպական միության կողմից։ Սա այո, կարող ենք ինչու ոչ, հիմա մեկը կասի, հիմա падգամավոր է, մի հոգի արտահայտել է, իր անձնական մոտեցումն է հայտնել եւ այլն, բայց այդ նշանակում է դու չճանաչես նաև Եվրոպական պարլամենտը, այնտեղ շատ այսպես գուներանգներ կան եւ ներկապնակը բավականին այսպես տարածականի մեջ շատ է, այդ իմաստով ես չեմ բացառում, որ այո, միգուցե ապագային մենք լսելի կլինեն, նաեւ տեսանելի կլինեն նմանատիպ քննադատական, ինչու ոչ նաև սուր քննադատական մոտեցումներ, սա նաև որոշակիորեն պայմանավորում եմ նաև եկեղեցու դեմ սկսված վայրի այլանդակարշավին եւ համընկնում չի միայն։ Վերջի վերջո Հայաստանը որոշակիորեն բնականաբար գտնվում է ինչ որ մշտադիտարկման հաստատ իրավիճակում, նաև հասկանալով այդ նկրտումները դեպի Եվրոպա ուղղվածությունը եւ այլն, այսինքն այնպես չի, որ քո բարի աչքերի համար ինչ որ բան են քեզ անելու, այո, միգուցե աշխարհակաղակական իրավիճակից կամ կոնյունկտուրայից ելնելով կանեն նմանատիպ քայլեր, բայց այնուամենայնիվ ինչ որ X պահի պիտի բարձրաձայնեն, պիտի խոսեն եւ այստեղ նորից ու նորից ընդդիմադիր դաշտի
պարտականությունները շատ ավելի ընդլայնվում են եւ դրանք միայն չպետք է վերջանան Հայաստանով, այլ պիտի դուրս գան Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի իրավիճակը ալտերնատը, այսինքն այն ինչ որ միայն իշխանական չլինի, այլ ալտերնատը նաև լսելի լինի իրականատիպ շրջանակներում եւ ոչ միայն եվրոպական խորհրդային, այլ նաև հենց այդ հարցերով զբաղվող տարբեր միջազգային կազմակերպություններ։ Երեք նաև հայտնի դարձավ, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով անցնող անձանցից մեկի հեռախոսում եղել են նախկին նախագահ Արմեն Սարգսյանի եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հեռախոսահամարները։ Ընդ որում սա այն դեպքում, երբ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն ու դժվար է պատկերացնել, թե ինչ շփումներ պետք է այս անձինք ունենային։ Ինչով եք պայմանավորում այս տեղեկության արտահոսքը, ինչ տողատակեր ու թաքնված ուղերձներ կարող է սա իր մեջ պարունակել։ Տեսեք, ես որևէ բացատրություն սրան չունեմ, չեմ էլ պատրաստվում անկեղծ ասած մեկնաբանել, ձեզ նման ուղակի հպանցիկ անդրադարձել եմ, այդ լուրը կարդացել եմ, բացարձակ ինձ որևէ բան չի տվել, որ ես փորձեմ ինչ-որ տողատակեր դրա մեջ գտնեմ եւ այլն։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ երկուսն էլ եւ նախկին նախագահը եւ նախկին վարչապետը պետական այրեր են եւ բազմաթիվ հարյուրավոր շփումներ են ունենում տարբեր շրջանակների հետ։ Չեմ բացառում, որ այդ հեռախոսահամարը պիտի պարզվի իր անձնական հեռախոսահամարն է, թե մի հեռախոսահամար, որը օգնականի համարն է, աշխատանքային ինչ-որ համար է, որի միջոցով սովորաբար կապվում են։ Սա մեկ, եւ ասենք որևէ բան չեմ տեսնում, հեռախոսահամարը լավ, ամեն ինչի մեջ չփորձենք էլի տենց։ Գուցե օրինակ Կարեն Կարապետյանն են փորձում թիրախավորել, քանի որ որոշ շրջանակներ այդ հույսեր են կապում։ Չեմ բացառում, միշտ պետքա գիտեք այս ձևով նայել հարցին, որ որտեղ կա թուրքական ֆակտորը, թուրքական գործոնը եւ նաեւ հասկանալով այն զարգացումները, թե ինչքան փոխկապակցված են, հա, Թուրքիայի կողմից կատարված քայլերը հայկական իշխանությունների պատասխան քայլերով կամ ինչքան համադրելի են այս երկուսը, այո, ինչու ոչ, այդ ընդհանուր վերսիաների այդ վերսիաների արանքում, այո, թիրախավորման խնդիր կարող է լինի եւ կարելի է չբացառել ուղղակիորեն։ Պարոն Մելիքյան, մեր նախորդ զրույցներից մեկում, որը փետրվար ամսին էր, դուք համոզմունք էիք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ջախջախում է երրորդ հանրապետությունը, որպեսզի դրա հիմքի վրա չորրորդ հանրապետություն ստեղծի։ Հիմա արդեն նա ուղիղ տեքստով է հայտարարում այս մասին, ավելին սա փորձում է հիմնավորել այն կեղծ պնդմամբ, որ երրորդ հանրապետությունը կոնֆլիկտի, հայրենիքի փնտրտուքի հիման վրա էր ստեղծված, իսկ չորրորդը լինելու է խաղաղության եւ իրական Հայաստանի, այսպես ասած, տրամաբանության վրա։ Ձեր կարծիքով ինչ վտանգներ է սա իր մեջ պարունակում, այսպես կոչված չորրորդ հանրապետության ստեղծումը եւ ամենակարևորը ինչպես պետք է հակազդենք այս կեղծ եւ արհեստական օրակարգին։ Կեղծ բառը շատ լավն էր, չորրորդ հանրապետության, այսպես կոչված, ինչ որ խոսեմ այդ մասով, ամեն ինչի մեջ մեծ ճակերտներ տեսեք, խնդրում եմ։ Կեղծիքների վրա հենված արհեստական, անհասկանալի, անիմաստ մի գաղափար է, որ իջեցված է, հիմնական նպատակը միայն երրորդը չի, միջև երրորդը եղածը ամեն ինչը սրբելը, մաքրելը, մաքրագրելը, սրբագրելը եւ ինքը դե շատ է սիրում, չէ, ամեն ինչը զրոյական կետից սկսելու, նոր էջից սկսելու, սպիտակ թղթերից սկսելու, այո, շատ ցավոք սրտի, որովհետեւ սա ամեն ինչից զատ նաև հակագիտական, հակաբնական, հակազգային մոտեցում է, կերտվում է ինչ-որ մի նոր, այսպես ասենք, անհասկանալի գաղափարախոսություն, որը բացարձակապես մեր ինքնության հետ, մեր արժեհամակարգի հետ, մեր պատմության հետ, մշակութաբանության, բացարձակ որևէ առնչություն չունի։ Հասկանում եք, այսինքն մարդկանց բերվում է մի դաշտ, որտեղ ուտելը, խմելը, քեֆն ու խնջույքը դառնում են ավելի առաջնային, քան գաղափարով սնվելը եւ գաղափարի համար մարտնչելը։ Քեֆ ենք անում, լավ ենք անում։ Այո, այդ հորս մորս արևի պատմությունն է, էլի, կներեք, որ կրկնվում եմ այդ ձևով, բայց դա շատ մասսայական տարածում, շատ ցցուն օրինակ եմ համարում, հասկանում եք, եւ դա հեռացում է ինքդ քեզանից, ինքդ քո ինքնությունից, ինքդ քո կերպից, ինքդ քո աշխարհայացքից, ինքդ քո պատմությունից, ինքդ քո
այն ամեն ինչից, ինչի ձևավորման արդյունքում դու եկել հասել ես եւ չես ջնջվել քարտեզից, հա։ Սա է ամբողջ խնդիրը, որ ինքը ասում է մենք մնացել ենք, որովհետև պիտի գար այդ օրը եւ Մեսիան պիտի հայտնվեր իր կերպարով եւ ինքը պիտի կերտեր այն նորը, այն ապագան, այն երջանիկը, ինչ որ անընդհատ մենք այդպես տարիների ընթացքում լսեցինք։ Բնականաբար շատ չեմ վերաբերվում ընդհանրապես, որովհետև ես կեղծ օրակարգերին աշխատում եմ նույնիսկ չմոտենալ, որովհետև գիտեք իրենք տենց մի վարակիչ հատկություն ունեն, երբ որ դու սկսում ես մեկնաբանել կեղծն ու արհեստականը, դու անկախ քեզանից ինչ որ X պայի, որքան էլ դա քեզ համար անընդունելի լինի, հայտնվում ես ինքդ այդ թակարդի մեջ։ Ես բնավ չեմ պատրաստվում որևէ ձևով իմ խելքով, իմ տեսանելիության գնալ եւ ոտքերս դնել կամ ձեռքս դնել այդ թակարդի մեջ, քաջ գիտակցելով, որ սա թակարդ է։ Այո, ճիշտ եք նկատել, այդ դեմոնտաժման հետ կապված process-ը միայն այս տարվա փետրվարով չի, այդ միջև փետրվար արդեն այնպիսի արգումենտներ են բերվել, որ տանում էր այդ ամեն ինչը դրան, հիմա իրանք արդեն շատ պարզ դրա մասին հայտարարում են, մաքրվել ազգայինից, հեռանալ պայքարից, հեռանալ մաքարելուց, բայց իրականության մեջ պատմությունն է սա ապացուցել, որ պայքարի եւ մաքարման արդյունքում է, որ դու դեռ մնացել ես, կաս, գոյատևում ես, որովհետեւ սա գոյութենական խնդիր է։ Հիմա, եթե մնացել ես, հասել ես այդ կետին, հետո ծնվել են իրանց նմանները, որոնք ինչ-որ բախտի բերմամբ ստացվել է եւ կարողացել են գալ եւ ձեռք բերել իշխանական լծակներ, բա այդ ինչի արդյունքն է, որ դուք եկել եք հասել եք, հա, այլապես դուք ընդհանրապես չէիք լինի, եւ որևէ մեկը չէին, այսինքն սերունդները ուղակի կկանգնեն եւ հայ հասկացությունը ուղակի կդառնար այսպես դեֆիցիտ մի բան աշխարհում, բայց նորից ու նորից որքան էլ վիճելի, այո, վիճելի կետեր անշուշտ կան պատմական տարբեր անցքերում, բայց նորից ու նորից սա ուտուշ խմուշի քեֆ ուրախության ու խնջույքի արդյունք չի, որ դու մնացել ես։ Սա նորից եմ կրկնում պայքարի, գիտակցական պայքարի, այդ մահիմացյալի մեծ խորհուրդ է ունի իր մեջ, դարերի խորքից է գալիս, քո ամբողջ պատմության ընթացքում, այո, դու գոյաբանական եւ գոյութենական մարտեր ես մղել։ Պարտվել ես, այո, շատ ես պարտվել, կորցրել ես, շատ ես կորցրել։ Այդ մեկ գիտեք, այդ էլի բանը կա, էլի այդ բան հաղթանակը, ոչ թե ռազմի դաշտում, այլ բարոյական այդ հաղթանակը, այդ բարոյական հաղթանակն էլ շատ կարևոր է, որովհետեւ ինքը նաեւ ուղղակիորեն հոգեվորի հետ է առնչվում, բայց երբ որ քո հոգեվորն են փորձում արդեն ապականել, այսինքն քեզ ընդհանրապես մաքրում են բոլոր այն հենքերից, որը քեզ հայ է պահում, որը քո ինքնությունը ավելի ուժեղացնում է, հասկանում եք, եւ դա անում են ամենազզվելի ու ամենացածրամակարդակ, ամենապիղծ ձևով է, այնպես որ վերաբերմունքս միանշանակ բացասական է, էլի եմ ասում, տեսեք գնահատական տվեցի, չէ՞, կարծես մոտեցա այդ թակարդին, չէ՞, բացած պետք է ուղղակի արհամարել եւ դրան ընդհանրապես չմոտենալ, բայց այդ պարագայում միշտ ասում են, բայց ինչ որ վակուում է, չէ՞, մնում։ Այդ վակուումը լցնելու խնդիրը մենք ունենք։ Ինչպես հակազդենք ամենակարևորը։ Այո, բրավո, ինչպես հակազդենք մեկ, ինչպես կարողանանք ստեղծել ալտերնատը, այլընտրանքայինը, եւ ինչպես կարողանանք հասու ձևով այս այլընտրանքը մատուցել ժողովրդին եւ մոլորիալներից սկսած վերջացած միջև զոմբիներ, միջև իսկ զոմբիներ կարողանալ ճիշտ ձևով բացատրել այլընտրանքի բոլոր հնարավոր դիվիդենդները։ Դժվարությունները անպայման, տեսեք ինքը ինչ է անում, ինքը բոլոր դժվարությունները թափում է մի կողմ, այսինքն փորձում է մարդկանց կյանքը դարձնել շատ անհոգ, որ դժվարություններ չկան, որովհետև այդ էլի եմ գալիս այդ խնջույքային տրամաբանությանը, քեֆային տրամաբանությանը, բայց դժվարություններ չպետք է լինեն։ Իսկ այս սրա մեջ, որը անկեղծը պիտի լինի եւ իսկապես ազգային է պիտի լինի, այո, պիտի չվախենալ եւ պիտի նշել դրա մասին, որ սա շատ դժվար ճանապարհ է լինելու։
Բայց այդ դժվարությունները միշտ հաղթահարելի են, եթե դու գտնում ես ելքեր, եթե դու համախմբված ես, եթե դու ինքդ քեզանից հեռացած չես եւ ամենակարևորը ունես հավատ։ Այդ հավատն է փորձվում հիմա այս օրերին, այս ժամերին, այս րոպեներին ուղակի ջարդու փշուր անել։ Սա միակ ինստիտուտն է, որը դարերի ուղակի չփլված, ավերակ չդարձած, չոչնչացված եւ շատ կուռ համակարգով ինստիտուտ է մնացել, որը ուղղակիորեն կապված է մեր ազգային ինքնության հետ։ Այս սա է, այդ վերջի բաստիոնի խնդիրն է, հա, այդ վերջի կետն է, որ պետք է վերցվի եւ այդ հավատն էլ ամբողջությամբ մաքրվի, հետո արդեն կբերվի այդ իներտ, լղոզ, անհասկանալի դաշտը, որ մարդիկ կենտրոնանան, մի անգամ ենք ծնվում, հենա թող քեֆ ուրախությամբ ապրենք, խնջույքի մեջ ապրենք։ Հենց այս համատեքստում ուզում եմ անդրադառնանք Կիրակի օրը Հովանավանքում կարգալույծ արված նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված ինքնակոչ պատարագին, որին նաև Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում ուժայինների ու տարբեր պաշտոնյաների ուղեկցությամբ։ Ինչ տպավորություն ստացաք այս կադրերը տեսնելիս եւ ձեր գնահատմամբ ինչի է փորձում հասնել իշխանությունը այս ամենով։ Նշեմ նաև, որ Կիրակի օրը փորձել են այս բեմադրությունը կրկնել։ Այո։ Ձախողում էր շատ մեծ, իրենց համար միգուցե ինչ որտեղ նաև անսպասելի, վարչախմբի ղեկավարի համար նույնպես ինչ որտեղ անսպասելի։ Մոտավորապես գիտեք, որ տրամաբանությամբ այդ չհասկացանք, ես ասեմ ու դուք չլինեք, սա բնականաբար պիտի առաջացնի իր այդ փոխազդեցություններ, հա, repercussion բառն է անգլերենով, այո, փոխազդեցություն եւ տարբեր շերտերի մեջ։ Եթե նկատելի էր, շատ նկատելի էր, վերցեք ուղղակիորեն ազգային ժողովում ներկայացված իրենց ֆրակցիան, վերցեք կառավարության ողջ կազմը բոլոր հնարավոր եւ անհնար տարբեր կոմիտեներով, վարչություններով, առընթեր մարմիններով եւ այլն, վերցեք տեղական ինքնակառավարման մարմինները իշխանական եւ փորձեք, այսպես դուք որպես լրագրող վստահ եմ, համոզված եմ, ինձանից ավելի շատ գոնե վիզուալ առումով դեմքերով ճանաչում եք ով է, ձեր մասնագիտությունից ելնելով եւ ուղղակի թուղթ ու գրիչը վերցեք եւ հաշվեք քանի հոգի են այնտեղ եղել։ Շատերը տարբեր պատճառաբանություններով զարմանալիորեն, նույնիսկ այն իրենց այսպես կոչված ծանր հրետանին, հա, մի քանի հոգին, որ մշտապես այդ լոկոմոտիվի դերն են ստանձնել, թե եկեղեցու դեմ պայքարի, թե վեհապարի դեմ պայքարի եւ թե ընդհանրապես քաղաքական դիմախոսների հետ պայքարի մասով, արի ու տես, որ ես այդ դեմքերը համենայն դեպս չտեսա։ Ես այնպես չի, որ տենց on-line ռեժիմով հետևել եմ այդ ամեն ինչին, պարզապես լրահոսին հետևելով եւ հասկանալով, այնտեղ նույնիսկ իրենց մասով թաքցնել ոչինչ չի, նույնիսկ պրոիշխանական լրատվամիջոցները հստակ կտային եւ եթե չասեմ, որ ամեն մեկը պարտավոր էր նաեւ մարդ բերելու մասի չի, խոսել, արտահայտվել, հա, այնքան փոքր էր, այնքան սաղր էր, այնքան քիչ էր եւ այնքան տեսանելի էր այդ ամեն ինչը, այո, ձախողում էր միանշանակ։ Հիմա էլի գնալու եմ Հովանավանք, չէ՞, տենց հնչեցվեց այս Կիրակի գնում եմ մեր Սուրբ ու Ամմա պատարագին, ոնց էլ արտաբերում է այդ ամեն ինչը, ես ուղղակի ապշահար եմ։ Այո, այդ հասկացություններն արժեզրկում։ Այո, շատ ճիշտ եք նկատել։ Հիմա տեսնենք ինչ քայլերի պետքա դիմի այս օրերի ընթացքում եւ միգուցեև կտեսնեք նոր դեմքեր, միգուցեև կմնան նույն դեմքերը, այնուամենայնիվ այդ կարծինկան, այդ նկարը պիտի ինչ-որ ձևով ապահովի, ոնց է դա ստանալու, շատ չի մնացել, մի քանի օրից տեսանելի կլինի, եւ դա անելու է անընդհատ, երբեք չի կանգնելու, այստեղ կհաջողվի, նկարը ապահովի կամ տեսարանը կամ այդ զրելիշեն կարողանա ինքը ստանա, հաջորդ քայլը Էջմիածինը չի լինելու, հաջորդը լինելու է մեկ ուրիշ եկեղեցի։ Եվ այդպես փորձելու է տարածականի մեջ ստանա, որովհետև ինքն էլ շատ լավ գիտակցում է, որ դեռ ժամանակը չի այդ այսպես կոչված սպասելի գրոհի։ Բայց եւ այնպես նորից ու նորից այդ զգոնության խնդիրը միշտ պիտի շատ բարձր պահել, որովհետև
Միշտ այդպես է, չէ, տարբեր զարտուղիներով, կողքի աղբյուրներով, հնարավոր այսպես սլիվերով գցում են, որ սա գրոհ է լինելու, սա մեծ վճռական հանրահավաք է լինելու, դրանից հետո քայլերթ է լինելու եւ այլն, այսինքն մարդիկ սպասում են մի բանի, բայց ինքը կարա լրիվ հակառակ ուրիշ ձևով դա ստանա, ուրիշ մոտեցումով ստանա։ Եթե դա էլ չստացվի, հիմա ամեն դեպքում տեսել ենք, չէ, այդ ես եմ, պետությունն էլ եմ ես, կառավարությունն էլ եմ ես, ամեն ինչն էլ եմ ես, վաղն էլ կարող է վեհապարն էլ ես լինեմ, հասկանում եք, ինքը մարդը այսօր խոսում է, ասում է, որ ինքը կարգալույծ է այլևս։ Ինքը տենց է որոշել, ինքը նստել ու որոշել, կանոնագրքի փորձում է հղումներ անի եւ այսինքն դա կա ու կա էլի ինչ որ վարույթները, ինչ որ ձերբակալությունները դա արդեն տեսել ենք եւ մեր համար ցավալիորեն դա դարձել է արդեն ինչ որ սովորական մի բան։ Բայց այն որ սկզբում ասացի խոսքիս մեջ, որ իրենք երբ որ քայլը անում են, հետ քայլ չունեն այլևս, վատագույն դեպքում կամ լավագույն դեպքում փորձեն ուղակի կանգնած մնալ տեղում, բայց հետ քայլ չի լինելու։ Ինքը մշտապես գնալու է առաջ, որովհետեւ այդ չերևացող պատն էլ իրան մեջքից է սեղմում, այսինքն ինքը որ հետ քայլ անի, նորից պատին է դիպչելու, էս է խնդիրը։ Հիմա որքանով կկարողանա այս իմաստով գեներացնել այդ տեսարանի համար պատկերներ, մարդկանց խոսքի համար պատկերներ, չի լինի, չէ, որ անընդհատ նույն մարդիկ միկրոֆոնի առջև հայտնվեն, այդ դեմքերը պիտի փոխվեն, այդ դեմքերը պիտի փոխվեն, նոր պայմանական ախուրյանցի անոներ պիտի հայտնվեն եւ այլն եւ այլն։ Այս իմաստով ինչ որ բան, ինչ որ տեղ ոնց որ թե կարծես թե սկսել է չաշխատել։ Էլ չասեմ, որովհետեւ միգուցե եւ ես չեմ ուզում տենց մի անգամից այս եզրահանգմանը գալ, բայց սա միգուցե եւ շատ մարդկանց համար իրենց ներսի համար, այդ ներսի անհամաձայնությունը այնուամենայնիվ որևէ մեկը թող չբացառի, հա, վերջի վերջո այդ մարդը ունի շրջապատ, այդ մարդը մտնում է բակեր, իր մուտքը շենքի բարձրանում է տուն, որտեղ իր ծնողներն են, իր տիկինը կամ ամուսինն է, իր երեխաներն են եւ այլն, վերջի վերջո այդ ամեն ինչը ինչ որ միտեղ խոսվում է, հա, այտենց չի կարող այտենց բոլորի համար հարթ ու համերաշխ լինի, որ պետքա վեհապարը հեռացնել վեհապարին, պետքա վերցնել մայրաթորը եւ այլն, այսինքն այո, այդ ներքին անհամաձայնության դիլեմայի խնդիրն է, թեկուզ նույն ոստիկաններին վերցրեք կամ իրավապահ մարմինների աշխատողներին վերցրեք, ավելի քան համոզված եմ, որ ներքուստ շատ շատերի մոտ այդ ստոպը, այդ արգելակը հաստատ ինչ որտեղ սկսելու է աշխատել, որովհետեւ անընդհատ գտնվելով նույն այսպես բանի մեջ, ինչ են ասում, տեղապտույտի մեջ, հա, ինչ որ X պահի դու արդեն պիտի կամ խեղդվելու ես, որտեղ տեղապտույտը վերջի արդյունքը քեզ տանում է դեպի հատակ, կամ պիտի փորձես ինչ որ ձևով քեզ դուրս դնել այդ ամեն ինչից։ Հիմա մենք ականատեսնենք դրան նորից ու նորից ժամանակը ցույց կտա, ասեք մենք ժամանակ չունենք, մենք վաղուց ժամանակ չունենք, բայց այստեղ խնդիրը հենց դա է, էլի պետքա շատ խորը համբերությամբ զինվել, որովհետև երբ որ դու անհամբեր ես, դու էլ ես սկսում սայթակել եւ դու էլ ես սկսում սխալներ թույլ տալ, կամ վատագույն դեպքում դառնում ես ուղակի ապաթիայով լեցուն ու ընդհանրապես անտարբեր։ Իսկ դա երբեք չպետքա թույլ տալ։ Ընդհակառակը այս բոլոր զարգացումները այն անտարբեր լրջագույն մեծ շերտին պիտի նաև նիրհից արթնացնեն եւ ցույց տան, որ այնպես չի, որ ինքը ոնց ուզեց, ինչպես թելադրեց, այդպես էլ պիտի։ Այս ամենը հենց այդ անտարբերության հետևանքն է։ Դրա համար եթե նկատեցիք, ես հենց նշեցի իր թիմը, հենց նշեցի այն շրջապատը, ովքեր որ մեկը վախով, մեկը չգիտեմ ինչերով մնացել է այդ կարգավիճակի մեջ, բայց արի ու տես, որ այդ մեծ հոսքերը, պատկերացնելի հոսքերը, հիմա գիտեք ինչա պատտվում, որ դե ինքը կոչ չի արել, ինքը տենց չի դիմել, ինքը իրան պետք չի այլևս կոչ անել, երբ որ ինքը ասում է ես գնում եմ, հասկանում եք, ինքը արդեն իրան պատկերացնում է այն մակարդակի վրա, որ այդ ասելը պետք է հետևից բերի։
ես ավելի քան համոզված եմ, որ ասվել է, այլապես դուք Ստեփանավանի կամ չգիտեմ ուրիշ մարզերի, որ Արագածոտնի հետ որևէ առնչություն չունեն, չէիք տեսնի այդ մարդկանց այնտեղ, այդ մարզպետերին կամ քաղաքապետերին այնտեղ հարյուրավոր կիլոմետր Հովանավանքից հեռու գտնվող բնակավայրերի մասին է խոսքը։ Սեփական սեռը Արունը շատ Դիլիջանի քաղաքապետին օրինակ։ Այս իմաստով, այսինքն տենց հավաքվել էր այն մաքսիմալը, ինչ որ փաստորեն հնարավոր է։ Սա թուլության նշան կարող է դիտարկվի շատերի կողմից եւ ինքն էլ դա հասկանում է, դրա համար պիտի հիմա ուժը ցույց տա եւ դրա համար պիտի տեսարաններ ստանա։ Իսկ տեսարանները, եթե ոչ ստիպողաբար, ապա շատ կոշտ մեթոդներով պիտի ինքը փորձի աշխատացնել։ Էլի չի ստանա, արդեն կդիմի ավելի վատ ու ավելի այլանդակ քայլերի, իր թիմի ժողովրդի դեմ կսկսի որոշակի, այսպես ասենք, քայլեր անել, որ մյուսները հաջորդ Հովանավանքին, որ էլի սպասելի է լինելու, անպայման գան եւ ներկայանան։ Դա էլ հնարավոր տարբեր աղբյուրներով ինքը կուղարկի, որ բոլորիդ հետ է սա լինելու, այդ ինչա նշանակում, ես բան եմ ասում ու դուք հետևից չեք գալիս։ Մենք ձերբակալություններից խոսեցինք, որոնք մեզ համար սովորական ելևույթ են դարձել, կարծես թե վերջին շրջանում մեծ թվով հոգևորականներ են ձերբակալվել, նաև արդեն երրորդ սրբազանն է կալանավորվել, ով միևնույն ժամանակ Վեհափառի քրոջ որդին է։ Ըստ ձեզ արդյոք այս ամենով հիմք են նախապատրաստում նաև Վեհափառի ձերբակալության համար, եւ եթե իշխանությունը այնուամենայնիվ գնա այս քայլին, որը չենք կարող բացառել, սա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Գիտեք, ինչ որտեղ նաև շատերը մտածում էին, որ Հովանավանքում ինքը տանում է բախումների։ Այսինքն սա էլ մի առանձին խայծ է, որ բավականին մտածելու տեղ ունի եւ պետքա շատ լուրջ ծանր ու թեթև անել։ Ասենք Հովանավանքը, չգիտեմ, պատով շարվելու, պաշտպանվելու մեթոդը որքանով է ճիշտ եւ որքանով կտա իր դրական արդյունքը։ Էլի եմ ասում, շատ լուրջ պիտի հաշվարկել, որովհետև ինքը որևէ բանի առջև այլևս չի կանգնելու։ Դա կլինի բախումների ճանապարհով, դա Աստված մի արասե կլինի արյան ճանապարհով եւ ոչ մի բանի վրա, ոչ մի բանի առջև, որ պիտի խոչընդոտ դառնա, պատ հանդիսանա իր համար, ինքը չի կանգնելու։ Այո, սա նախապատրաստական բավականին լուրջ աշխատանք է եւ հղիա ծանրագույն վտանգներով եւ ծանրագույն հետևանքներով։ Մեր պատմության մեջ բացառիկ բանը, թեկուզ նորագույնը վերցնենք, այո, 3 սրբազան բավականին այսպես լուրջ կեցվածքով եւ լուրջ հեղինակություն եւ լուրջ հետագիծ ունեցող 3 հոգեվորականներ, որոնք ի վիճակի են եղել ըմբոստանան, խոսել եւ բարձրաձայնել, հիմա դրա համար իրենք փակված են։ Էլի գալով Եվրախորհրդարանի հիմա ես մեծ հույսեր բացարձակապես չեմ փայփայում, բայց այնուամենայնիվ սա ինչ որ X պահի դառնում է շատ լուրջ քննարկման առարկա, հա։ Հիմա նմանատիպ օրինակներ անշուշտ ունենք post խորհրդային տարածքում, թեկուզ ամենա այսպես արտահայտիչը հենց ուկրաինական մասը վերցնենք, վերաբերմունքը հոգևորականների եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ, քանի որ սա նույն բուծարանի տեխնոլոգիաներն են եւ այդ տեխնոլոգիաները տարածականի մեջ նաեւ եկել ցավալիորեն հասել են Հայաստան, այո, սրան պիտի միանշանակ դիմագրավել եւ այդ դիմակայունությունը ցուցադրել։ Եվ դա նորից եմ կրկնում, պարտադիր չի, որ անպայման լինի ժողովրդային, այսպես պատերի կամ ինչ-որ պաշտպանման, այո, մայրաթորը պիտի միանշանակ պաշտպանված լինի 24/7 առումով, հենց իր հետևորդներով, հենց իր հոտի ներկայացուցիչներով, հավատացյալներով, հասկանում եք, որ հիմա օրինակ այսօր ես նկատեցի, այսպես սոցիալական ցանցերում նախկին հոգևորականների խոսքերը, կարգալուց եղածների, բայց Էջմիածնի կողքը մնացածների եւ Էջմիածնի կողքը կանգնածների։ Սա նույնպես շատ կարեւոր
կարևոր հանգամանք է, որովհետև այսօրվա այս զարգացումների մեջ արդեն ոչ մի բանի վրա պետք չի զարմանալ։ Այսինքն գնալ ու ասել, բա լսել եք, բա տեսել եք, բա կարդացել եք, շատ հանգիստ արդեն այդ բանը արդեն դարել է այնց էֆեկտ, որ որևէ բանի վրա պետք չի զարմանալ, նամանավանդ այն իմաստով, որ այս կորուստների մեջ, այս հսկայական շղթայի մեջ ինչ-որ նոր բաների վրա զարմանալ չարժի, որովհետև ամենակարևորը, ամենաստրատեգիականը, ռազմավարականը, քո հենքը, քո մեջքը, քո ուժը դու ջարդուփշուր ես արել, խոսքը սենց Արցախի մասին է, եւ այդ դիմակայունության այդ վերջին ամրոցը, որի անունն է Հայաստանյան Ծառաքելական Սուրբ Եկեղեցի, սա կարելի է ասել անտեսանելի մի քիչ հեռվից պաշարել ես կամ փորձ ես անում պաշարելու եւ այդ պաշարման իրավիճակից բխող բոլոր հնարավոր մեթոդները կիրառելու կհաջողես իմ խորին համոզմամբ միանշանակ ոչ, որովհետև նորից մեր պատմությանը էլի գալով մենք շատ նման դրվագներ ենք ունեցել, բայց եկեղեցին մնացել է կանգուն։ Այսինքն այս իմաստով ինքը շատ ամրակայուն ինստիտուտ է ինքը իրենով։ Հիմա կասեք ինչու՞ է կայանում, հո զորքերով չի, չէ, ինքը հոգևոր լրջագույն ուժի կենտրոն է, ուժային կենտրոն է, լրջագույն հոգևոր իմաստով, իսկ հոգևորը սպանելը այդքան հեշտ բան չի։ Շատերի մոտ դա սպանված է ցավալիորեն եւ մենք դրա օրինակներն էլ ունենք, դժբախտաբար ստացվել է, ուրեմն այդ մարդը շատ թույլ է։ Այստեղ դիմանալու են ուժեղները, այստեղ դիմանալու են կանգուն մնացողները եւ ամենակարևորը այդ համբերատարությունը շատ կարևոր խնդիր է այստեղ եւ այդ համբերատարությունը նաեւ քեզ հնարավորություն է տալիս շատ ավելի սառը դատես եւ հաշվարկները տանես շատ ավելի ճշգրիտ ձևով։ Եվ պարոն Մելիքյան, խոսենք նաև Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներից։ Գիտեք, իշխանությունները վստահեցնում են, որ օգոստոսի 8-ից հետո արդեն խաղաղություն է հաստատվել, ռազմական բյուջեն են կրճատում, զինվորական ծառայության ժամկետը, եւ այս ֆոնին օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը եւ առաջիկայում առաջին բեռները մենք կստանանք Ադրբեջանի տարածքով։ Որքանով եք կիսում այս պնդումները, որ սրանք հաստատված խաղաղության վկայությունն են եւ որքանով մենք կարող ենք խոսել իրական խաղաղության մասին։ Ես չեմ կիսում որևէ ձևով այն պարզ պատճառով, որովհետև չեմ համարում, որ խաղաղություն է։ Երբ որ քո համար մեկ թշնամին հակառակորդը, հա, շատ պարզ լեզվով ասեմ, կիրառում է բառապաշար, որը ուղղակիորեն սպառնալիք է քո անվտանգությանը եւ շարունակաբար է կիրառում, անկախ ամեն ինչից ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել օգոստոսի 8-ին, անկախ այդ գեղեցիկ թրիփ հասկացությունից, անկախ այդ Ամերիկայի նախագահի անունը բերելու կնքելու WhatsApp-ի համարից, այդ WhatsApp-ի համարն եւ այլն, անկախ այդ ամեն ինչից մի քիչ ավելի լայն փորձել ես ամեն ինչին նայել, երբ որ դուք անընդհատ եւ ամեն վարքյան պնդում եք, որ ոչ թե խաղաղություն ենք բերել, այլ խաղաղությունը այլևս կա եւ ինքը հաստատված է եւ վերջացել է այս ամեն ինչը, դու շատ պրիմիտիվ բան ես կիրառում, պրիոմ ես կիրառում այս պարագայում, դա ընդամենը քո կորցրած ընտրազանգվածի ականջներին հաճոյանալու եւ այդ ընտրազանգվածը հետ բերելու հերթական փորձն է։ Հա, հիմար չեն իրենք բնականաբար որևէ կերպ հիմար չեն եւ այն թվերի մասին, որ խոսվում է, ես ի նկատի ունեմ հենց այդ սոցիալական հարցումների մասին, դա գիտություն է, հասկանում եք, եւ նորից ու նորից չեմ ուզում այս կոնկրետ դրանց վրա հղում անեմ, ասածս ուրիշ բան է, որ դրան զուգահեռ այդ նույն հարցումների պատասխանները շատ ավելի խորքով եւ համապատասխան ծառայությունների ներգրավվածությամբ ստանում են նաև իշխանությունները եւ պատկերը մեղմ ասած որևէ սփոփում իրենց համար չի բանան դրանից են սկսում մնացած բոլոր ջղաձգումները իդեպ եթե նկատեիք գալով նորից Հովանավանքին շատ ագրեսիվ կեցված կար նույն լրագրողների նկատմամբ կարծես հատուկ
բանարած լինեին, այդպես ինստրուկցիա տված լինեին, որ լրագրորեն ուղակի ագրեսիայով եք դիմավորում եւ այս բաները այդպես օթից չեն լինում, հասկանում եք, սա կոնկրետ ուղղորդված աշխատանքի արդյունքն է։ Այս իմաստով, այո, այդ մեծ կորուստը, որ ունեցել է, իսկ իմ խորին համոզմամբ Փաշինյանը այլևս չունի փողոցի աջակցությունը, իսկ դա սարսափելի է իր համար, որտեղ վերջի ինքը փողոցով է եկել իշխանության, ինքը կորցրել է փողոցը։ Ուզենք դա, թե չուզենանք, պատկերը եւ նաեւ հովանավանքը դրա վառ օրինակներից մեկն է։ Այլապես ինքը շատ վաղուց էր հանրահավաք հայտարարել, կլինի դա հանրապետության հրապարակում, կլինի դա Վաղարշաբաթի հրապարակում, որտեղ ասես, միտեղ կհայտարարեր այդ բանը, ուղղակի ցուցադրելու համար, նորից տեսարանի համար այդ պատկերը։ Ինքը հասկանում է, որ դա հնարավոր չի, այսպես կոշտ մեթոդներով, ամենասուր ձևով էլ օգտագործելով իր լծակները, Մևնինը չի կարողանալու գեներացնել այն զանգվածները, իսկ դա իր համար վերջ է նշանակում։ Հետևաբար նա գնում է այդ մոլորեցնելու եւ մանիպուլացնելու ճանապարհով, որը շատ ավելի վտանգավոր ճանապարհ է, որովհետեւ ինքը անսպասելի հարվածների ճանապարհ է նաեւ համարվում, իսկ դա որ հաստատ պատրաստում է, ես մազաչափ չեմ կասկածում, այնպես որ նույն բանակի ծառայության ժամկետի կրճատումը, որը որքանով ես եմ տեղյակ, բացարձակապես նույն գեներալիտետի սրտով եւ մտքով չի եւ կարծես թե իրենք էլ արտահայտվում են, որ սա ուղակի կործանելու է եւ մենք այդ հնարավորությունը այսօր չունենք գնալու այդ քայլին։ Սա շատ տարական, շատ պարզ, շատ տրիվիալ քարոզչական քայլ է, որտեղ նախընտրական տրամաբանությամբ նմանատիպ խոստումներ շատ կլսեք, այդ պատաճկեքն էլ, հա, Բաքվից եւ Անկարայից անպայման կստանաք, իդեպ ցորենն էլ եւ այդ ճանապարհն էլ համարեք հենց դրա արդյունք, հա, չնայած այդքան ասվում է, դա այդ ցորենը թողար մտներ Ադրբեջանից Հայաստան, բա ոնց եք տանում Վրաստանով, բերեք մտցնեք։ Հասկանում եք, սենց շատ հարցեր կան, որ ցորենից չի սկսում եւ ցորենով չի վերջանում։ Սրանք ժեստեր են նույն Բաքվից նաեւ փոքրը տալով ստանալու շատ ավելի մեծը։ Իսկ ինքը այդ մեծը ստանալու ճանապարհի վրա եսի նկատի ունեմ թե Սյունիքը, եսի նկատի ունեմ թե արդեն այդքան օրջորված արևմտյան Զանգեզուրը, որը արդեն ուղղակիորեն նկարտում է քո ինքնիշխան տարածքին, վերադարձը, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների եւ այլն։ Իսկ իհարկե դրա ամենաառանցքը, հիմնականը, ֆունդամենտը այդ ամեն ինչի քո սահմանադրությունը փոխելն է։ Ուղղակի այդ անկախության հռչակագիրը իջիկ դարձնելը, որևէ տառ անգամ չթողնելը, որ դա մեկնաբանվի ինչ որ ազգային, այսպես տեսանկյունից կամ ապագայի տեսանկյունից, եւ այս ձևով ամենանսեմացուցիչ ճանապարհով քեզ ուղակի թոկի վրա պահելը եւ միշտ հիշեցնելը, որ դու այսօր իշխանության ես, որովհետեւ ես եմ դա այդպես ուզում, որովհետեւ ինձ է դա ձեռք տալիս, երբ որ ես չուզենամ, դու մի վարքյան չես մնալու այդտեղ։ Այս վախի մեջ պահելով մնացածը դու ինչ ես անում, որ մնաս ու շարունակես, եւ բնականաբար կյանես քայլես, իհարկե, սրա մասին է խոսք գնում, բայց ես նորից էլի ասեմ, Դավիթ, ես անվերապահ հավատում եմ մեր ժողովրդին։ Ես ցավում եմ, որ այս իրավիճակում հնչում են էլի, գիտեք, արժանի են այս իշխանություն, մենք բան ինչ-որ այս ժողովուրդը ժողովուրդ չի եւ այլն։ Չկա այս ժողովրդի նման ժողովուրդ, հա, լավ իմաստով, մի քիչ ձեզ թափ տվեք, մի քիչ ձեզ նայեք, մի քիչ դեր խորքերը գնացեք, մի հատ տեսեք ձեր պապերը դեռ էին մեծացնում ձեզ, մի հատ տեսեք այդ դաստիարակությունը, որ դուք ստանում եք, այդ ձև եք դուք ստանում։ Այդ մարդիկ, որ պայքարի էին գնում, այդ փոքր տարիքից միջև ալեհեր, կանանցից միջև դերատի, հասկանում եք, այս իրավիճակում այդ պայքարի մեջ հաղթած ժողովրդին բերել այս ձևով նսեմացնել ու բերել այն մակարդակի, որ այդպես շշուկներով, այդպես տարածականի մեջ մենք շատ վատն ենք, մենք շատ վատ ժողովուրդ ենք, այս ժողովրդի հետ ինչ կապ ունի, մի հատ ինձ կարող եք ասել։
Այո, անհատական միգուցե շատ են, այո, այդ մոլորյալների բանակը շատ ավելի շատ, այո, զոմբիներ էլ կան, դեռ շարունակում են եւ իրենք միշտ էլ լինելու են, որտեղ իրենք բոլոր ժամանակներում։ Բայց փոքրամասնություն են այդ մարդիկ։ Այո, դրանից փախուստ դու երբեք չես ունենալու։ Բայց դա չի նշանակելու, որ այդ բան կա, չէ, այդ untouchable են իրանք, այսինքն իրենց այդ ընդհանրապես շփում չի լինում։ Դու պիտի ինչ-որ X կետի սկսես նաեւ իրենց բացատրել, իրենց հասկացնել, որ սխալ ճանապարհ է սա եւ ճիշտ տեղ տանող ճանապարհ չի, հենց առաջին հերթին իր համար, ոչ թե քո համար, որովհետեւ դու գիտակից ես, դու գիտես որտեղ կարող ես ճիշտ ձևով մանևրել, որպեսզի քեզ վտանգը քեզնից մաքսիմալ փորձես հեռացնել։ Իսկ իրենք դա չեն հասկանում։ Մենք սպասում ենք մինչև կգա դուրը կհասնի, հետո կսկսեն կամ շարժվել, կամ ուղղակի տես կչոքեն, կասեն դե եկել հասել եք դուրս, ես էլ անուժ եմ եւ անհնար է ուղղակի այդ ամեն ինչի դեմ պայքարել կամ իմ օջախը կամ իմ երեխեքին պաշտպանել։ Այդ բանից պետքա դուրս գալ։ Սա ընդհանուր եւ ապաթիայի, եւ պարտված հասարակության, եւ ընդհանուր դեպրեսիայի մեծ արդյունքն է։ Այդ մեջքը կորացնելը ամենավատ բանն է։ Մեջքը պետք է շտկվի, մեզ պետք է նոր հաղթանակներ, փոքր թեկուզ, նոր հաջողություններ, փոքր թեկուզ։ Եվ տեսեք, սա օրինակ ես հովանավանքը բավականին լուրջ բան եմ համարում։ Որևէ մեկը տեղից չի շարժվել հակապրոպագանդայի իմաստով, հա։ Հա, խոսել են, ընդդիմախոսերը բարձրացրել են, տարբեր հարցազրույցներ են եղել, հայտարարություններ են եղել եւ այլն։ Այո, վստահ եմ, նաեւ դա է որոշակի ազդեցություն ունեցել, որ մարդիկ ուղղակի չեն գնացել։ Բայց էլի հետ գալով այդ հոգեվորին, այդ ներսում կա մի բան, որքան էլ Նիկոլը տենց խորքով հասկացած լինի որտեղից որտեղ է այդ թույլ ջիղը եւ որտեղից են բռնվելու, միևնույնն է, այդ թաքնվածը կա։ Դա քո արյան մեջ է, դա չես կարող մաքրել։ Արունդ ուղղակի պիտի փոխես։ Որևէ մեկը չի պատրաստվում դա անի բնականաբար, հետեւաբար այդ թաքնվածը, այդ քո կոդը որոշակի արդեն արթնացման, վերակենդանացման նշաններ է ցույց տալիս, իսկ սա շատ լավ է։ Ինչը նշանակում է հույսը սկսում է ավելի շատանալ եւ տարածական, որ կհաղթահարենք այս իրավիճակը։ Լավատեսություն մաքսիմում որքան որ հնարավոր է։ Հոռետեսությունը ոչ միտեղ տանող ճանապարհ է։ Լավատեսություն, համբերատարություն, դիմակայություն եւ ուժեղ մնալ, այսինքն ուժեղն է մնալու։ Թույլերը կամ ընկրկելու են, կամ հեռանալու են, կամ հանձնվելու են, սա պիտի ուղղակի բացառել, որովհետև սա մեկ հոգու խնդիր չի, սա մի ամբողջ ժողովրդի իր պատմականորեն, իր մշակույթին, իր ինքնությանը, իր ապրելակերպին ու աշխարհին, իր ներքնաշխարհին հարիր խնդիր պիտի դառնա եւ այդ յուրաքանչյուրը շատանալով, կողքի բռնելով, այո, պիտի իր վճռական ուղղակի ոչը ասի, անընդունելիությունը ասի եւ վերջացնի այս ամեն ինչը։ Շնորհակալ եմ, պարոն Մելիքյան, հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք արտակարգ եւ լիազոր դեսպան, դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ։ Կհանդիպենք։